Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1514-րդ օրն է, մինչ Պուտինյան ռեժիմը հուսահատորեն փորձում է ցույց տալ, թե իբր ինքը դեռ ինչ-որ բան իրենից ներկայացնում է, չնկատելով, որ ուկրաինական քաղաքների եւ տների գնդակոծությունները ցույց են տալիս թուլություն, այլ ոչ թե ուժ, Իսկանդերներով փորձել խփել քնած մարդկանց շենքերին, սա Պուտինի ստորության վկայությունն է։ Այս ֆոնին Ուկրաինան հետևողականորեն ոչնչացնում է Ռուսաստանի ռազմական, նավթային եւ այլ ռազմավարական օբյեկտները։ Եթե պուտինիստներին ուրախացնում են Ուկրաինայում երեխաների ու կանանց մահերը եւ նրանք երևի պատրաստվում են դժոխքում պարծենալ քնած երեխաների եւ կանանց սպանություններով, ապա ուկրաինական զորքերը արագացնում են Պուտինի ծառաների ուղարկումը դժոխք եւ տխրեցնում են նրանց ռազմաճակատում ռուսական բանակի ամենօրյա հազարավոր կորուստներով։ Ռազմական տվյալները կհայտնեն մի փոքր ուշ։ Ընդհանուր առմամբ լարվածությունը աշխարհում պահպանվում է ամենուր, որտեղ դա հնարավոր է։ Եվրամիությունը արձագանքել է Ռուսաստանի սպառնալիքներին, շեշտը դնելով Ուկրաինային աջակցելու եւ սեփական պաշտպանական ուժերի վրա։ Եվրոհանձնաժողովի մամուլի քարտուղար Անիտա Հիպերը ասել է, որ Ռուսաստանը բոլորովին շահագրգռված չէ խաղաղությամբ։ Ռուսական զինված ուժերը դիտավորյալ հարվածներ են հասցրել ուկրաինացի փրկարարներին, ահաբեկելով քաղաքացիական բնակչությանը։ Մեր մտքերը տուժածների եւ նրանց ընտանիքների հետ են եւ մենք աջակցում ենք Ուկրաինային, որպեսզի նա դիմակայի եւ վերապրի այս ռազմական տերորը։ Իր կողմից Եվրամիությունը կշարունակի ներգրավել եւ ակտիվացնել ջանքերը Ուկրաինային սատարելու համար պատժամիջոցների, ֆինանսական եւ պաշտպանական օգնության համատեքստում, ասել է Եվրոհանձնաժողովի մամուլի քարտուղար Անիտա Հիպերը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից վերջերս հրապարակված պաշտպանական արտադրողների հասցեներին, որոնք իբր համագործակցում են Ուկրաինայի հետ, Հիպերը նշել է, որ դա առանձին մեկնաբանության արժանի չէ, մեջբերեմ Ռուսաստանը ագրեսոր պետություն է հանցավոր վարքագծով եւ դա դրսեւորվում է ոչ միայն Ռուսաստանում, որտեղ Պուտինը փաստացի ոչնչացրել է ողջ ընդդիմությունը, ոչ միայն Ուկրաինայում, այլև ողջ աշխարհում։ Նրանց ծրագրերում բռնաճնշումներ են, սպանություններ, սպառնալիքներ, ավերածություններ եւ հենց դա են նրանք հիմա փորձում անել, հայտարարել է մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով Եվրոհանձնաժողովը որևէ մեկնաբանություն չի տա այդ կապակցությամբ, բայց մենք կհիշեցնենք այն մասին, ինչ անում ենք։ Մենք աջակցում ենք Ուկրաինային եւ հզորացնում ենք սեփական պաշտպանությունը, նշել է Անիտա Հիպերը։ Վաղուց Ռյուտեի մասին չենք խոսել։ ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն Բերլինում հայտարարել է, որ Դաշինքի անդամները 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կհատկացնեն Ուկրաինային, իսկ Ամերիկայում Ռուսաստանին մեղադրել են տիեզերք միջուկային զենք հանելու ծրագրերի մեջ։ Ռուսաստանը դիտարկում է ուղեծրում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը արբանյակներին պոտենցիալ հարված հասցնելու համար։ Այս մասին Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի զինված ուժերի տիեզերական հրամանատարության ղեկավար գեներալ Սթիվեն Վայթինգը։ Նրա խոսքով Մոսկվան տիեզերական տեխնոլոգիաները դիտարկում է որպես գործիք սովորական սպառազինությունների ոլորտում Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի ռազմական առավելությունը նվազեցնելու համար։ Ըստ ամենայնի գեներալը ցանկանում է լոբինգ իրականացնել այս ոլորտում Ռուսաստանին հակազդելու համար, միգուցե միջոցներ հայթայթելու նպատակով, այլապես նման բաները մեդիայում չեն հնչեցվում։ Մենք գիտենք, որ ինչ տեխնոլոգիաներ կարող է Ռուսաստանը կիրառել, հա, հիմա չեն կարողանում նույնիսկ Արեշնիկը մասսայական արտադրել, բայց տիեզերքի մասին է երազում կամ խոսում, հա։ Բայց ամերիկյան կողմը ճիշտ է անում, որ այս ուղղությունը զարգացնում է, որովհետև նախորոք է պետք ճանապարհը կտրել։ Միևնույն ժամանակ նկատվում է Զելենսկու կողմից Թրամփի դեմ դիվանագիտական ճնշումների նորալիք։ Հռոմի Պապի եւ Ջորջա Մելոնիի հասցեին Թրամփի կառուցողականությունից զուրկ հռետորաբանության ֆոնին Ուկրաինայի նախագահը կրկին կանգնեց եվրոպացի գործընկերների կողքին, ինչը Թրամփի համար անշուշտ գրգռիչ երևույթ է, բայց այսքանով ամեն ինչ չսահմանափակվեց։ CDF-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ չեզոք է եւ չի նախատեսում հստակ աջակցություն Կիևին։ Նրա խոսքով Ամերիկայից եկող ազդակները ավելի բարենպաստ են թվում Ռուսաստանի համար։ Սա հասարակ ամերիկացիների համար ազդակ է, որ իրենց նախագահը չի սպասարկում ամերիկացիների ցանկությունները եւ Թրամփը դրանից շատ է ընկճվում, առանց այդ էլ 4 կողմից հարվածների տակ է։ Կոնգրեսում էլ ուզում են Հեքսեթին իմպիչմենտ անեն, չգիտեմ կստացվի թե ոչ, բայց դե որ ճնշում են Թրամփին, դա փաստ է։ Սա էլ ամբողջը չէ, Զելենսկին անդրադարձավ նաև Թրամփի համար ցավոտ թեմային՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։ Զելենսկին նորից օգնություն առաջարկեց նեղուցի ապաշրջափակման հարցում։ Հորմուզի նեղուցը փակ է, մենք ցանկանում ենք այն բացել։
Մենք արդեն ունենք Սև ծովի ապաշրջապակման փորձը, Ամերիկան մեզ դեռ չի խնդրել, որպեսզի այն կիրառենք Հորմուզի նեղուցում, այսպես Ուկրաինայի նախագահը ցուցադրում է կառուցողականություն, բայց բնականաբար ինքնասիրահարված Թրամփը չի կարող թույլ տալ իրեն ընդունել աջակցության նման նշանակալի ժեստ, այն էլ Ուկրաինայից։ Թրամփը կնախընտրեր ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների օգնությունը, բայց ի դժբախտություն նրա ՆԱՏՕ-ի երկրները չունեն ոչ այն փորձը, որն ունի Ուկրաինան, եւ ոչ էլ առավել եւս ցանկություն դա անել Թրամփի հետ, չնայած ամերիկացիների մեթոդը նույնպես հետաքրքիր է, բայց եթե Իրանի իսլամիստների քաջությունը հերիքի հարձակվել ամերիկյան զորքերի վրա, դա ավելի խոցելի ռազմական մեթոդ է, քան ուկրաինական տարբերակը, որը կարող է պարզապես կաթվածահար անել Իրանը եւ զրկել այդ երկրին ծով ելք ունենալու հնարավորությունից։ Իդեպ Իրանի դեպքում Ուկրաինայի մեթոդը կարող է ավելի արդյունավետ լինել, քան Սև ծովում է, քանի որ Իրանի տարածքում աշխատում է նաեւ Starlink-ը, ինչը Թեհրանին ծովից մեկուսացնելու Ուկրաինայի հնարավորությունները դարձնում է գրեթե իդեալական։ Իդեպ շրջափակման մի քանի օրերը արդեն տալիս են իրենց պտուղները, Թեհրանից արդեն ձայներ են հնչում Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը համաձայնելու օգտին, թեև հիմա զավեշտալի է դա լսել իրանցիներից, քանի որ նրանք կաթվածահար վիճակում են, ամերիկյան նավատորմի կողմից շրջափակված են, եւ նշեմ մի կարևոր նրբություն, որ շատերն են բաց թողնում, Ամերիկան շրջափակում է ոչ միայն Հորմուզի նեղուցը, այլև Օմանի ծոցը, ինչը նշանակում է Իրանի ամբողջական ծովային շրջափակում։ Ըստ էության ծովափ ունեցող Իրանը զրկված է ցանկացած ելքից դեպի ծով։ Եթե կարելի է այսպես արտահայտվել, Թեհրանից բանական ձայները կապված են զուտ այն բանի հետ, որ Իրանին սպառնում է մեծ աղետ, սով, էներգետիկ ճգնաժամ եւ այլն, ինչի հետևանքները դժվար չէ պատկերացնել։ Վաշինգտոնը փոխել է մարտավարությունը Իրանի հետ առճակատման մեջ մի քանի շաբաթ տևած ավիահարվածներից հետո, որոնք չբերեցին վարչակարգի փոփոխության, Ամերիկան վերադարձավ բազմամյա, բայց ավելի խիստ տնտեսական օղակին եւ ինչպես պարզվում է, Իսլամական Հանրապետության գլխավոր սպառնալիքը ոչ թե ռումբերն են, այլ աշխարհագրությունը, որը Թեհրանը տարիներ շարունակ համարում էր իր գլխավոր առավելությունը։ Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ Թեհրանի կողմից տասնամյակներ շարունակ հնչող սպառնալիքներից հետո Վաշինգտոնը որոշեց ինքնուրույն խաղարկել նոր աշխարհաքաղաքական խաղը։ Արդեն մի քանի օր շարունակ իրանական նավթի արտահանումը գտնվում է զրոյական կետում, սակայն հակառակ սպասումների դրա համար ամերիկյան ռազմածովային ուժերից չպահանջվեց նավատորմը անմիջապես մտցնել ծոցի նեղ ջրերը։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության CENTCOM-ի վերջին տվյալների, խելացի շրջափակումը իրականացվում է հեռահար կարգով, քանի որ ժամանակակից հետևող համակարգերը եւ տիեզերական հետախուզությունը թույլ են տալիս ամերիկյան նավերին, որոնք գտնվում են բաց ծովում, իրանական ափերից հազարավոր մղոններ հեռու, թելադրել նավագնացության պայմանները։ Արդյունքը ցնցող է։ Երկուշաբթի օրվանից Իրանի հետ կապված տասնյակ տանկեր փոխել են իրենց ուղղությունը եւ ետ վերադարձել։ Ռադիոյով ստացված առաջին իսկ պահանջով։ Ոչ մի կրակոց, ոչ մի գրոհային խումբ ոտք չի դրել նավամատույցներ։ Երկար ժամանակ Հորմուզի նեղուցը անվանում էին Թեհրանի միջուկային զենքը, համարվում էր, որ փակելով այս 21 մղոն լայնությամբ միջանցքը Իրանը կկարողանա փլուզել համաշխարհային տնտեսությունը, սակայն իրականությունը հակառակն է։ Հայելային է ստացվել, իրականությունը։ Պատկերացումը Հորմուզի նեղուցի մասին որպես Իրանի հաղթաթուղթ փաստերի հիմնարար աղավաղում է, վստահ են արևմտյան փորձագետները։ Ճիշտ ասած, այս հարցում ես էլ եմ համաձայն նրանց հետ։ Պետք է հիշել, որ Իրանի ողջ ծովային առևտրի 90%-ը անցնում է այս նեղուցով, իսկ նավթի արտահանման 92-ից 96%-ը քրիտիկականորեն կախված է Խարկ կղզու միակ տերմինալից։ Բացի այդ, Իրանը տարածաշրջանում սննդամթերքի խոշորագույն ներմուծողն է, տարեկան 14 միլիոն տոննա հացահատիկ, եւ գրեթե այդ ողջ ծավալը անցնում է նեղուցով։ Ի տարբերություն իր հարևանների Սաուդյան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների, Թեհրանը չունի խողովակաշարերի զարգացած ցանց, որոնք շրջանցում են նեղուցը։ Գորե-Ջասկ նախագիծը դեպի Օմանի ծոց, որը լայնորեն գովազդվում էր 21 թվականից, իրականում պարզվեց թղթային լոգիստիկա էր, իսկ Ամերիկայի կողմից ողջ ափամերձ շրջանի ներկայիս շրջափակման պայմաններում այն արդեն կորցրել է իր իմաստը, ինչպես եւ Իրանի մնացած նավահանգիստները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար ռազմավարական ծուղակն այն է, որ նրանց մոսկիտայի նավատորմի մարտավարությունը, արագընթաց մոտորանավակները եւ կարճ հեռահարության հրթիռները աշխատում են միայն ափին մոտ։
իսկ ամերիկյան շրջափակումը դուրս է բերել նրանց հասանելիության սահմաններից շատ հեռու։ Օժտված լինելով արագության, առավելությամբ եւ գլոբալ ներկայությամբ, ամերիկյան նավատորմը կարող է որսալ ցանկացած նավ միջազգային ջրերի ցանկացած կետում, հաշվի առնելով, որ բեռնված տանկերը շարժվում է հեծանվորդի արագությամբ, Ամերիկայի բլոկադան ճեղքելու փորձը ինքնասպանության է նման, արտահանման ամբողջական դադարեցման հետևանքները Իրանի համար կլինեն ոչ միայն ցավոտ, այլև կարող են դառնալ անդառնալի։ Շրջափակումը հարվածում է 3 կրիտիկական կետերի։ Առաջինը դա պարենային անվտանգությունն է, հացահատիկի պաշարները կարող են սպառվել մի քանի շաբաթվա ընթացքում, Չաբահարի այլընտրանքային նավահանգիստը կարող է ընդունել անհրաժեշտ բեռնաշրջանառության միայն 20%-ը, բայց այն նույնպես դուրս է գալիս դեպի Օմանի ծոց, որը շրջափակված է։ Արևմտյան փորձագետները հաշվի չեն առել, որ հացահատիկ կարող է մատակարարել նաև Ռուսաստանը եւ դժվար որևէ մեկը խորտակի հացահատիկատար նավերը, խուսափելով ընդդիմախոսների կողմից ոչ հումանիզմի մեջ մեղադրվելուց, սակայն ամբողջությամբ Ռուսաստանը դժվար թե կարողանա ցորենով ապահովել Իրանին, այս պահին ինձ թվում է չկա նման պաշար։ Միգուցե Ղազախստանը փորձի օգնել, եթե ռիսկի գնա Ամերիկայի դեմ կապրենք կտեսնենք, բայց միայն ցորենի խնդրը չի, կան ավելի կարևոր ոլորտներ։ Ցորենի խնդրի մասին ասացի, հուսամ, որ նաև Իրանից մեզ լսող մեր հայրենակիցներ կան, ովքեր չեն աջակցում ռեժիմին, որ իրենց գլխի ճարը տեսնեն։ Կա նաև էներգետիկ կոլապսի վտանգը։ Իրանը չնայած նավթի պաշարներին, իրեն չի ապահովում բենզինով։ Երևի թե շատերի համար սա զարմանալի է, բայց դա փաստ է։ Մաշված նավթավերամշակման գործարանների պատճառով է այդպես։ Օրական 4 միլիոն գալոնի դեֆիցիտը լրացվում էր ներմուծմամբ, որը այժմ փակված է։ Վառելիքի գները Իրանում արդեն աճել են ավելի քան 40%-ով, բայց սա դեռ ամենասարսափելին չէ։ Իրանին սպառնում է այն, ինչը մահացու է թվում նաև Ռուսաստանի համար։ Խոսքը հորատանցքերի մահի մասին է։ Այն մեզ թաքնված լսող ռուսների համար ասեմ, речь о нефтяных скважинах։ Սա ամենավտանգավոր երկարաժամկետ հետևանքն է։ Իրանի պահեստարանները, որոնք մոտ 55 միլիոն բարել են, կլցվեն հաշված շաբաթների ընթացքում։ Երբ արտահանումը կանգնած է, արդյունահանումը ստիպված են լինելու դադարեցնել։ Իրանական հին հանքավայրերի համար սա նշանակում է ջրային կոն, գործընթաց, որի ժամանակ ջուրը ընդմիշտ փակում են նավթը շերտերում։ Իրանը ռիսկի է դիմում անվերադարձ կորցնել օրական մինչև 500,000 բարել արդյունահանման հզորություն։ Փաստացի ծայրահեղական իսլամիստները իրենց տաք գլուխներով իրենց ազգի գլխին փորձանքը շարունակում են ավելի մեծացնել։ Ընդամենը կարող էին ընդունել իրականությունը, որ իրենք ջախջախված են եւ ընդունել ամերիկյան կանոնները, բայց որոշում են մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ։ Սա ինձ թվում է պետք է ականջին օղանեն նաև այն մարդիկ, ովքեր Հայաստանում խառնել են ամեն ինչ իրար հետ եւ Իրանի ժողովուրդը նույնականացնում են իսլամիստների հետ։ Օտարերկրյա ռմբակոծությունները կարող են համախմբել ազգին դրոշի շուրջ, բայց խանութների դատարկ դարակները եւ կանգնեցված գործարանները առաջացնում են այլ արձագանք։ Շրջափակումը Թեհրանի հետագա դիմադրությունը դարձնում է տնտեսապես անհնարին։ Արևմտյան վերլուծաբանները միակարծիք են Հորմուզի նեղուցը, որը Իրանի վարչակարգը տարիներ շարունակ ներկայացնում էր որպես իր գաղտնի սուրը, զենքը, իրականում պարզվեց նրա աքիլեսյան գարշապարն է։ Վաշինգտոնը գտել է Իրանին կործանման մղելու միջոց առանց ծոցում ուղակի մարտական բախման մեջ մտնելու։ Հիմա հարցն այն չէ կտապալվի վարչակարգը թե ոչ, այլ այն է որքան արագ վարչակարգի թթվածինը կվերջանա, բայց կարծում եմ, որ Իրանը իր լոբիստներով նույնպես կփորձի խանգարել, նույն հենց կոնգրեսում կսկսեն Թրամփի վրա ճնշում գործադրել ոչ հումանիզմի մեջ մեղադրելով, այնպես որ այս սերիալը դեռ շատ հետաքրքիր սերիաներ կունենա։ Իդեպ Փակ Հորմուզը հարստացրել է Նորվեգիային, մարտին նորվեգյան նավթի արտահանման ռեկորդային ցուցանիշների է հասել 6.10 միլիարդ դոլարով, արտահանման ծավալը աճել է գրեթե 68%-ով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնական գազի արտահանումը նույնպես աճել է 19%-ով եւ գերազանցել է 7.3 միլիարդ դոլարը, հասնելով առավելագույն մակարդակի 23 թվականի փետրվարից ի վեր։ Իր հերթին Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիային կտրուկ ավելացնել նավթի եւ գազի արդյունահանումը Հյուսիսային ծովում, դրանից հրաժարումը անվանելով խենթություն Եվրոպայի էներգետիկ կարիքների ֆոնին։ Նա քննադատել է Լոնդոնին սեփական ռեսուրսները օգտագործելու փոխարեն թանկարժեք էներգակիրներ, մասնավորապես Նորվեգիայից գնելու համար, հնչեցնելով իր հայտնի կոչը՝ հորատիր փոքրիկ, հորատիր, բուրի ձետկա բուրի, հա։ Այն մասին, որ Ամերիկան ինքն է ավելացրել նավթի ու գազի արդյունահանումը, բազմիցս խոսել եմ իմ եթերներում, նորից չկրկնվեմ։
Եվ հենց մեր եթերի պատրաստման պահին Թրամփը հայտարարեց, որ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը, նա այդ մասին գրել է իր սոցիալական ցանցում, ուրբաթ ապրիլի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի պայմանների համաձայն Հորմուզի նեղուցով անցումը հայտարարվում է լիովին բաց բոլոր առևտրային նավերի համար հրադադարի ողջ ընթացքում, դրանից հետո Թրամփը սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը, որը նա անվանել է իրանական նեղուց, կոմպլիմենտ է անում։ Իրանը հենց նոր հայտարարեց, որ Իրանի նեղուցը լիովին բաց է եւ պատրաստ է ազատ անցման, գրել է ԱՄՆ նախագահը։ Բլումբերգը նախկինում հաղորդել է, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը քննարկում էին հրադադարի ժամկետը 2 շաբաթով երկարաձգելու հարցը, որը լրանում է երեքշաբթի ուշ երեկոյան ամերիկյան ժամանակով։ Սա նրանց ավելի շատ ժամանակ կտա խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու համար։ Դե պարզ է, որ Թրամփը հիմա պետք է փորձի սա որպես իր հաղթանակը ներկայացնել։ Ինչ որ առումով դա հենց այդպես էլ կա, բայց Իրանի դեպքում հաղթանակը մի քիչ այլ կերպ էր պատկերացվում, ինչևէ կապրենք կտեսնենք, սա ընդհանրապես ընթացիկ զարգացումներ են։ Անդրադառնալով Հայաստանի հարևանների իրադարձություններին, հետաքրքրություն է առաջացնում Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի հանրապետությունը շարքային պետություն չէ եւ ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալ ոչ Թուրքիային, ոչ նրա նախագահին, հայտարարել է անձամբ Էրդողանը։ Մեջբերեմ, թող ոչ ոք մեր զսպվածությունն ու ողջախոհությունը թուլություն չհամարի։ Մենք թույլ չենք տա ոչ մեկին մոլորվել այս հարցում։ Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են ստրկացնել այս ժողովրդին, պետք է իմանան, մենք ունենք ուժ եւ վճռականություն անհրաժեշտության դեպքում սարեր շրջելու համար, ասել է Էրդողանը։ Ըստ կարծես հայկական ասացվածներին է, չէ՞ մոտենում։ Նման հայտարարությունը նշանակում է, որ պապիկը ճնշման տակ է, իսկ ովքեր են ճնշողները, երևի թե փորձագետների հետ փորձենք բարձել, դրանք շատ կարող են լինել եւ մեծ ու փոքր գործոններ, սկսած Ամերիկայից, Եվրոպայից, վերջացրած Իսրայելի նորաթուխ դաշնակիցներից։ Էրդողանի խոսքով նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան ազատվի 40-ամյա ահաբեկչությունից, չեն թաքցնում իրենց դժգոհությունը այս գործընթացից։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը խիստ քննադատության էր ենթարկել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին Ամերիկա-Իրան բանակցությունների վերաբերյալ նրա դիրքորոշման եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին հնչեցրած հարձակումների համար։ Թուրքական արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը նպատակ ունի խարխլել ընթացող խաղաղ բանակցությունները եւ շարունակել իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը տարածաշրջանում։ Այստեղ մեկը պիտի հարցներ, իսկ դուք պարոն Էրդողան, ինչ կապ ունեք այդ բանակցությունների հետ, երբ որ ձեր ջանքերը մերժվել են հօգուտ Պակիստանի։ Ցուցամոլություն է, էլի։ Էրդողանը այնքան է նմանվել Մեդվեդևին, ով օրերս դատարկ սպառնալիքներ էր հնչեցնում, իդեպ նաև Թուրքիայի եւ Իսրայելի հասցեին։ Երևի գարունը բոլորի վրա է ազդում։ Իսկ այդ ֆոնին Ամերիկայի ծովային կատվիկները, մարսկիե կոծիկի, նորից թաքուն լսող ռուսների համար իրենց լեզվով ասացի, պատրաստվում են ցամաքային հնարավոր ռազմական գործողությունների Իրանի դեմ, չնայած բանակցություններ են գնում, որպեսզի հրադադարը երկարացվի։ Այս ամենի ֆոնին Ադրբեջանում հայտնում են, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերի գրեթե 1/4 մասը բաժին է ընկնում Արցախին, ես դա սարկազմով անվանում եմ պատրաստվում են հայերի վերադարձին, չէ՞ որ ով ինչ էլ ասի, Արցախի հայերի իրենց բնորանում ապրելու միջազգային իրավունքը ոչ ոք խլել չի կարող։ Դա միջազգային սկզբունք է։ Պարզապես դա պետք է անել խելացիորեն եւ չընկնել ծայրահեղությունների մեջ կամ պատերազմ կամ խաղաղություն սակարկել։ Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ միջազգային հանրությունը իրեն ընկալի որպես իրական սուբյեկտ, այլ ոչ թե որպես նավթի պահեստ, Բաքուն ստիպված կլինի հաշվի նստել միջազգային իրավունքի հետ։ Ցավոք պրոռուսական գաղափարախոսության կրող Ամերիկայում եւ այլ երկրներում հայկական հին լոբին զբաղված է անհասկանալի բաներով, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը դեռևս ավելի առաջնահերթ է հայկական սփյուռքի հին կառույցների համար, քան բուն հայկական շահը։ Ես դա նկատում եմ նաեւ թե YouTube-ի եւ թե Facebook-ի մեկնաբանություններում, հայկական լոբին կարող էր անել այն, ինչը չի կարող անել Երևանը, եւ սա պետք է գործոն լիներ։ Բայց քանի որ հին հայկական լոբին, ինչպես ասացի, իմ համոզմունքով ռուսական գաղափարախոսության կրող է, պարզ է, որ դա չի անում, իբր այսօրվա իշխանություններին պատժելու համար, հա, բայց իշխանությունները գալիս ու գնում են, իսկ Հայաստանը մեկն է եւ մեր բոլորի սրբությունն է։ Ինձ թվում է որոշ մարդիկ
մոռանում են։ Դե ինչ սпасել մարդկանցից, ովքեր ռուսական գաղափարախոսության կրող են, հա? Կապ չունի, որ երկրում են ապրում։ Իդեպ վերադառնալով Էրդողանին պետք է նշել, որ չնայած Անկարայի նախաձեռնությունների նկատմամբ ծայրահեղ անտեսմանը, այնտեղ դեռ չեն կորցրել տարածաշրջանային հաբ դառնալու հույսը, բայց այսօրվա եթերում ձեզ չեմ ծանրաբեռնի նաև այս թեմայով, գուցե առաջիկա թողարկումներում անդրադառնամ դրան, նա մի քիչ ավելի շատ մասնագիտական է։ Միայն ասեմ, որ Անկարայում ողջևորվել են Արաբական Միացյալ Էմիրությունների խոցելիությամբ ստեղծված պատերազմական պայմաններում եւ փորձում են վերակենդանացնել տարածաշրջանային հաբ դառնալու իրենց երազած նախագծերը։ Դե թուրքերը, ինչպես գիտենք, մնում են թուրք, իրենց պլաններից երբեք չեն հրաժարվում, միգուցե որոշ ժամանակ մի կողմ են դնում։ Զգում եք, չէ՞, պատերազմի ֆոնին բոլորը լուծում են իրենց խնդիրները եւ այստեղ գլխավորը Հայաստանի շահերը պաշտպանելն է։ Սա կարևորագույն խնդիր է, որի լուծմանը պետք է միանան բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել։ Դե իսկ մինչ Թրամփը ասում է, թե Իրանը համաձայնում է հանձնել ուրանի մնացորդները, իսկ ինքը այդ ընթացքում կանգնեցրել է արդեն 10-րդ պատերազմը, նկատի ունենալով Լիբանանի եւ Իսրայելի միջև հրադադարը, պատերազմը Ուկրաինայում շարունակվում է։ Ռազմաճակատում անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել եւս 285 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են եւս 2100 ռուս օկուպանտ եւ 4443 միավոր թշնամու տեխնիկան, տրանսպորտը եւ սպառազինությունը, ռելիզները ձեր էկրաններին են, ոչնչացված օկուպանտների ընդհանուր թիվը ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի ֆոտո-վիդեո ֆիքսված տվյալների արդեն կազմել է 1,316,070 Պուտինյան զինվորական, իսկ նախքան մեր եթերը շարունակելը խնդրում եմ ձեզ օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում։ Իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամենօրյա աջակցության համար, շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Հունիսին Նիդերլանդները Ուկրաինային կփոխանցեն հակաականային նավ, ինչպես նաև Ուկրաինան եւ Նիդերլանդները համատեղ կսկսեն դրոնների արտադրություն, արդեն հաջորդ շաբաթ Եվրոմիության արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցը եւ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը, այս մասին հայտնում են լրատվամիջոցները հղում անելով Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը։ Կալասի հայտարարությունը պատասխաներ Ուկրաինայի հերթական զանգվածային գնդակոծությանը։ Նա ընդգծել է, որ քանի դեռ ռուսական բանակը խրվել է մարտի դաշտում, Մոսկվան շարունակում է դիմել տերորի անմեղ քաղաքացիականների դեմ, Ռուսաստանը ավելի շատ պատերազմ է ուզում, ուստի մեր պատասխանն է ավելի շատ օգնություն Ուկրաինային, ավելի շատ ճնշում Ռուսաստանի վրա եւ լիակատար պատասխանատվություն ռազմական հանցագործությունների համար, շեշտել է Եվրոմիության դիվանագիտության ղեկավարը։ Եվրոմիությունը երկխոսություն է սկսում Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մադյարի հետ, այդ թվում Կիևին տրամադրվող եվրոպական վարկի հարցով, ինչպես հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոհանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն, առաքելության նպատակն է սկսել առանցքային հարցերի քննարկումը առանց սպասելու նոր կաբինետի պաշտոնական ստանձնմանը։ Օրակարգի եւս մեկ կարևոր կետ է Հունգարիայի հասանելիությունը Եվրոմիության միջոցներին, որոնք սառեցվել էին նախորդ կառավարության օրոք իրավունքի գերակայության եւ կառավարման հետ կապված խնդիրների պատճառով։ Պինյոյի խոսքով ժամանակը դառնում է կրիտիկական գործոն եւ երկու կողմերի շահերից է բխում հնարավորինս շուտ առաջընթաց գրանցելը։ Իդեպ Ամերիկան որս է հայտարարել Իրանին օգնող նավերի դեմ, փաստացի ընդլայնելով ծովային շրջափակումը, Ամերիկայի ռազմական նավերը բաց ծովում կալանելու են ոչ միայն իրանական նավերը, այլև այն նավերը, որոնք օգնություն են ցուցաբերում Իսլամական Հանրապետությանը, ներառյալ այսպես կոչված ստվերային նավատորմի տանկերները, որոնք տեղափոխում են իրանական նավթ։ Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի կայացած ճեպազրույցում արել է Ամերիկայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։ Նա ընդգծել է, որ խոսքը ընդլայնված ծովային շրջափակման մասին է, որն առնչվում է ինչպես տարածքային, այնպես էլ միջազգային ջրերին, ըստ ամերիկացի զինվորականների տվյալների, եւ ոչ մի բեռնատար տանկեր չի կարողացել հաջողությամբ ճեղքել հայտարարված շրջափակումը։ Ինչպես հստակեցնում են կենտրոնական հրամանատարությունում, գործողության մեկնարկից ի վեր մոտ 1.5 տասնյակ նավեր փոխել են իրենց կուրսը եւ հրաժարվել երթուղու շարունակությունից ամերիկյան ուժերի զգուշացումից հետո։ Մինչ Թրամփը լրատվամիջոցներին պատմում է Իրանի հետ պայմանավորվածությունների տարբեր վարկածներ, Պենտագոնը պատրաստվում է մարտի, իսկ Իրանը օգտագործում է հրադադարը։
իր հրթիռային բազաները ռմբակոծված պահեստների փլատակների տակից դուրս բերելու համար, համապատասխան կադրերով կիսվում են իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները, այսինքն երկու կողմերն էլ փաստացի պատրաստվում են պատերազմի, ավելի ճիշտ պատերազմի շարունակությանը, եւ այն ժամանակ, երբ Ամերիկան զբաղված է Իրանով, Կրեմլում ըստ ամենայնի որոշել են մի փոքրիկ հաղթանակ տանել Թրամփի նկատմամբ Ամերիկայի եւ մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ գտնվող Universal տանկերը Ատլանտյան օվկիանոսով ուղևորվում է դեպի Կուբա, բորտում ունենալով ռուսական բեռ, նրան ուղեկցում են ռուսական ռազմական նավեր, այս մասին հայտնում է Insider-ը, հղում անելով մասնագիտացված ծառայության տվյալներին, հատկանշական է, որ չնայած տանկերը գտնվում են միանգամից մի քանի երկրների Ամերիկայի, Եվրոմիության, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Կանադայի եւ Ուկրաինայի պատժամիջոցների տակ, նավը անարգել անցել է Լամանշով, գտնվելով բրիտանական տարածքային ջրերում, շատ հետաքրքիր իրավիճակ է, տեսնենք ինչով կավարտվի։ Մինչ ռուսական տանկերը փորձում են նավթ հասցնել Կուբա, բուն Ռուսաստանում շարունակում են այրվել նավթավերամշակման գործարանները, Туапսեի նավթավերամշակման գործարանը, որը նախորդ գիշեր խոցվել էր ուկրաինական դրոնների կողմից, շարունակում է այրվել։ Ռուսական ծառայություններին չի հաջողվում մեկուսացնել հրդեհը, դրոնների գրոհից հետո Ռուսաստանի հարավի խոշորագույն գործարաններից մեկում հրդեհը ուժգնանում է, կրակը համակել է մի քանի ռեզերվուար եւ տարածվել օբյեկտի ողջ տարածքով։ Իդեպ, մինչ ռուսական բանակը փորձում է հնարավորինս շատ հարվածել քնած ուկրաինացիների տներին, ուկրաինական զորքերը դրոններով խոցել են ռուս զավթիչների 16 ռազմական թիրախ, հենց 3, դրանց թվում են Իսկանդեր համալիրների բազավորման օբյեկտներ, հոբ համակարգեր եւ արդեն նշված Туапսեի նավթավերամշակման գործարանը, անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադիար Բրովդիի խոսքով խոցվել են Իսկանդեր օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրների տեղակայման 2 բազաներ ժամանակավոր օկուպացված Ղրիմի, Մեժգորիե եւ Կուրորտնայե բնակավայրերում, բացի այդ ուկրաինական հարվածների տակ են հայտնվել Ասա-ԱԿ զենիթահրթիռային համալիրը Դոնեցկի մարզի Վադյանոյում, Պանցիր S1 զենիթահրթիռային հրանոթային համալիրը Ղրիմում, նավթաբազաները Ղրիմի Օկտյաբրսկայե եւ Գլուբոկի Յար բնակավայրերում, Բուկ M1 զենիթահրթիռային համալիրը Զապորոժիեի մարզի Բագատովկայում, Ռուսաստանի Սևծովյան նավատորմի զինամթերքի պահեստը Ղրիմի Մեժգորիեում, Ռուբիկոն դրոնների արտադրամասն ու պահեստը Դոնեցկի մարզի Գորնայե բնակավայրում, առանձնահատուկ նշվում է անօդաչու համակարգերի ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը Կրասնոդարի երկրամասի Туапսեի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածին, այսպես կամաց-կամաց Middle Strike-ը դառնում է Deep Strike։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն անօդաչու համակարգերի ուժերի հետ համատեղ ջախջախել են վառելիքով բեռնված էշելոնը օկուպացված Լուգանսկի մոտ, իդեպ Ուկրաինայի զինված ուժերին իրենց վերահսկողության տակ հաջողվել է վերցնել Դոնեցկի երկինքը, ռուսական տեխնիկան պայթեցվում է դրոնների միջոցով հենց Դոնեցկի փողոցներում եւ ճանապարհներին, Ուկրաինայի ազգային գվարդիայի Ազով առաջին կորպուսը վերահսկողության տակ է վերցրել ռուսական զորքերի հիմնական լոգիստիկ երթուղիները Դոնեցկի շրջակայքում եւ հենց Դոնեցկ քաղաքում, ստորաբաժանումը հրապարակել է տեսանյութ, որտեղ ուկրաինական հարվածային դրոնները խոցում են ռուսական տեխնիկան եւ կենթանի ուժը հենց քաղաքի ներսում եւ մայրուղիների վրա, ըստ զինվորականների տվյալների դրոնները գործում են Զուգրեսի, Անդրեևկայի, Ստարոբեշևեի, Գորլովկայի, Լիսիչանսկի շրջաններում եւ Դոնեցկի օղակաձև ճանապարհին, որտեղ արձանագրվում է հակառակորդի ռազմական թիրախների ակտիվ ոչնչացում, հարվածների համար կիրառվում են արհեստական բանականության տարրերով օժտված Hornet տեսակի դրոններ, հաղորդվում է, որ այս դրոնները ընդունակ են ավտոմատ կերպով ֆորսալ թիրախը եւ շարունակել նշանառությունը նույնիսկ առանց GPS-ի, շնորհիվ մեքենայական տեսողության, նման համակարգերը կայուն են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների նկատմամբ եւ թույլ են տալիս օպերատորներին խոցել թիրախները ռազմաճակատի գծից զգալի հեռավորության վրա, զինվորականների գնահատմամբ սա էապես ընդլայնում է հակառակորդի լոգիստիկան խոցելու հնարավորությունները, Դոնեցկի մասին իմիջիայլոց անցած եթերում եմ պատմել, պարզապես այսօր արդեն ավելի մանրամասներ կային, իսկ արդեն այս գիշեր տագնապի ազդանշաններ հնչել են Ռուսաստանի շուրջ 20 մարզերում եւ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում,
Ապրիլի 16-ի երեկոյան եւ ապրիլի 17-ի գիշերը բարի դրոնները գրոհել են ռուսական ռազմական եւ ռազմավարական օբյեկտները բռնակցված Ղրիմում եւ Ռուսաստանի տարածքում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել հրամանատարական դիտակետերին, տեխնիկայի վերանորոգման եւ սպասարկման բազաներին, ինչպես նաեւ խոցել են մոտորանավակների պահեստը Ղրիմում։ Ուկրաինական դրոնները գրոհել են զինամթերքի պահեստներ մի քանի մարզերում, թշնամու կորուստներն ու վնասների մասշտաբ եթերի պատրաստման պահին դեռ ճշտվում էին։ Մեր գլխավոր շտաբը այս պահին տեղեկացնում է, որ ապրիլի 17-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը զգալի կորուստներ են պատճառել օկուպանտներին, խոցված օբյեկտների թվում են Падլյոտ եւ Dnepr-M ռադիոլոկացիոն կայանները, կառավարման կետեր, մոտորանավակների պահեստ եւ լոգիստիկա։ Հաջող հարված է հասցվել Լուգանսկի մարզի օկուպացված տարածքում գտնվող Դոլգեյ բնակավայրի շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետին, նաեւ ուկրաինական զորքերի հարձակման տակ են հայտնվել օկուպանտների դրոնների կառավարման կետերը Ռուսաստանի Կուրսկի մարզի Ծյոտկինը բնակավայրում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի Ուսպենովկայի եւ Զիլյոնայե բնակավայրերում։ Գլխավոր շտաբում նշել են, որ ուկրաինական դրոնները խոցել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման եւ սպասարկման բազան, ինչպես նաև լոգիստիկ հաբը Դոնեցկի մարզում, մինչդեռ Ղրիմի Չեռնոմորսկայի բնակավայրում դրոնները հարվածել են դեսանտային գրոհային մոտորանավակների պահեստին։ Բացի այդ, մեր մարտիկները հարվածել են թշնամու զինամթերքի պահեստներին Սկադովսկի, Պանտելեյմոնովկայի եւ Դովժանսկի շրջաններում, Խերսոնի, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում համապատասխանաբար։ Այս գիշեր պայթյուններ են հնչել նաեւ Լուգանսկի մարզի այլ հատվածներում, Սաբովկա բնակավայրում խոցվել է նյութատեխնիկական միջոցների պահեստը, իսկ Ռովենկիում այրվել է վառելիքաքսուքային նյութերի պահեստը։ Գլխավոր շտաբը նաեւ հաստատել է, որ պաշտպանության ուժերի մարտիկները 26 թվականի ապրիլի 9-ին ոչնչացրել են դրոնների լաբորատորիաներ Դոնեցկի մարզի Արլինսկայի շրջանում, ապրիլի 16-ին խոցել են Dnepr-M ռադիոլոկացիոն կայանը Ռուսաստանի Բելգրադի մարզի Չեռնովեց բնակավայրում եւ ապրիլի 15-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոմարևկա բնակավայրում խոցվել է Падլյոտ ռադիոլոկացիոն կայանը։ Այս 3 կետերը մինչև այսօր էին խոցվել, պարզապես տվյալներն են հիմա հայտնի դարձել, ինչպես եւ 3 գիշերվա հարվածները Ռուսաստանով մեկ, գուցե աստիճանաբար պարզված հետևանքները մեզ հայտնեն։ Ինչևէ, երևի թե ամենահաճելին այն է, որ Դոնբասում մարտերը ակտիվացել են, իսկ Դոնեցկի երկնքի տիրապետման մասին լուրերը երևի թե ամենաուրախացնողն են այսօրվա եթերից։ Թշնամին 2 օրվա ընթացքում Ուկրաինային հարվածել է գրեթե 900 օդային արձակման միջոցներով, ավելի ստույգ օգտագործվել է 876 հրթիռ եւ դրոն, դրանց հիմնական մասը իհարկե խոցվել եւ վնասազերծվել է, սակայն նույնիսկ այն փոքր մասը, որն այսպես թե այնպես հասել է իր թիրախներին, առնվազն 20 մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ ավելի քան 120-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ամենաշատ զոհերը եղել են Օդեսայում, այնտեղ 9 խաղաղ բնակիչ է դարձել ագրեսոր երկրի զոհը, 4 մարդ զոհվել է Կիևում, 3-ը Դնեպրում եւ Դնեպրոպետրովսկի մարզում, եւս 3 զոհի մասին հաղորդվում է Զապորոժիեից։ Մեզ համար սա մեծ կորուստ է, 20 մարդը դա մեր քաղաքացիներն էին, ովքեր հանգիստ իրենց համար ապրում էին, հիմնական մասը իրենց տանը քնած էին, եւ թեկուզ միայն այս 2 օրվա ընթացքում ռազմաճակատում ոչնչացվել է արդեն ավելի քան 2000 ռուս օկուպանտ, միևնույն է մեր խաղաղ բնակիչների կյանքի համար Պուտինյան վարչակարգը դեռ ստիպված կլինի պատասխան տալ, ոչինչ չի ներվելու թշնամուն։ Հիշեցնեմ, որ բոլոր տպավորիչ կադրերը մեր Telegram-ում են ինչպես միշտ, խնդրում եմ բաժանորդագրվեք, QR կոդը ձեր էկրաններին է, տարածեք, թող ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան եւ բաժանորդագրվեն։ Այսքանով ավարտեմ իմ ուրբաթ օրվա եթերը, մաղթում եմ ձեզ հաճելի հանգստյան օրեր, խաղաղ երկինք եւ ամենայն բարիք։ Հուսամ կհանդիպենք երևի կիրակի օրը, բարով մնաք։